Բարի ողջույն ձեզ, բարի օր ձեզ, ամենալավն ու բարին ձեզ։ Այսօր առավոտից նորից անձրև էր գալի, համ անձրև է գալի, համ կտրվում է, ես էլ երկար պարան լվացք եմ փռել դրսում, միշտ չեմ կարողանում, որ ժողովուրդ դրսում շոտ փռեմ, որովհետև ծուխ է, բոլորը վառարան են վառում, ծուխ այդ ծխի հոտը, որ տալիս է այդ շորերին, շատ տհաճ, նորից պատահել է, լվացքը փռել եմ, նորից բերել եմ, լվացել եմ, տանն եմ փռել, դե հիմա որ դրսում մեկ-մեկ տաք է լինում, քամի է լինում, հանում եմ դրսում եմ փռում, հիմա այսօր անձրևը համ անձրև էր գալի, համ կտրվում էր, երեկվա նման չէր, երեկ ամբողջ օրը անձրև է եկել, հիմա նորից լվացք եմ փռել, բայց կաթիլ գալիս է, կտրվում է, չգիտեմ, հավաքեմ, թողնեմ, այսպես կամուկած եմ, ու այնպիսի շորեր է, որ պետք է անպայման չորանա, տղայիս գործի տեղի շորերն է, ասի մի հատ իմ լավ հետևորդներին ողջունեմ, այսօր ժողովուրդ ջան, պետք է պատրաստեմ բլինչիկի լիստերը, դե առավոտյան արթնացել եմ, ինչ է անում կինը, որ առավոտյան արթնանում է, եթե չի աշխատում տանն է, մաքրություն ենք անում, հաց ենք սարքում, իմ ընթրիքի ճաշն եմ պատրաստել, գոլոլակով ճաշ է եփի այսօր, դա չեմ նկարել, մի փոքր ջրալի, այդքան էլ շատ ջրալի չի, թանձր ճաշ, գոլոլակով ճաշ։ Հիմա ասի, սես նստել եմ նայում եմ պատուհանին, չգիտեմ, համ անձրև է գալի, համ կտրվում է, չգիտեմ, հավաքեմ, թողնեմ։ Իմ մազերն էլ, ասեք, արդեն ներկելու ժամանակն է, դեռ մի բան էլ անցել է, բայց չեմ ներկում, չգիտեմ, թե ինչի չեմ ներկում, ամոթն է լավ բան է, այսօր գնամ ներկառնեմ, որ ներկեմ, բայց ասեմ էլի ժողովուրդ ջան, ես այդ ներկերից խուսափել եմ, որովհետև գլխացավեր եմ ունեցել, մարդկա գլխացավերի ընթացքում ասում է, որ գլուխս ցավում է, ներկում եմ, լավ եմ զգում, իմ մոտ հակառակն է լրիվ հակառակն է, բայց պիտի ներկեմ, որ Էլենիս հետ ամսի 21-ին գնալու ենք Էլենի փառատոնն է, թառի, պիտի գնանք, այդ վաղ պիտի ներկեմ, 26-ին էլ Արամիկիս ծննդյան օրն է, իմ թոռնիկիս, իմ տղայիս, համով բալայիս ծննդյան օրն է, դե արդեն ուզած չուզած պիտի ներկեմ, ժողովուրդ ջան, ինչպես միշտ իմ սիրած գույնը, սևը պիտի ներկեմ, չեմ կտրի, բայց կներկեմ։ Սենց հանգիստ նստած եմ, չէ, բայց դեռ շատ գործեր ունեմ անելու, շատ, համ նստած եմ, համ հեռուստացույցն է միացրած, համ հեռուստացույց եմ դիտում, համ իմ հետևորդների հետ եմ զրույց անում, հարգելիներս, մեկնաբանություններին չեմ պատասխանել, երևի արդեն չգիտեմ 2-3 հոլովակի մեկնաբանություն չեմ պատասխանել, բայց այսօր անպայման կպատասխանեմ ձեզ, կներեք ինձ, շնորհակալություն մեկնաբանությունների համար, շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց այսօր անպայման կմեկնաբանեմ, դե ես համոզված եմ, որ բոլորն էլ դրական համով հոտով մեկնաբանություններ են գրել, Ես հիմա խոհանոցում եմ, մազերս հավաքել եմ, անցնել իմ գործի,
Հիմա հեռախոսը դնեմ շտիվի վրա ու սառնարանից կաթս անեմ, որովհետև դրել եմ սառնարանը։ Պատրաստեմ լիստերը։ Երեք հատ ձու, ձեռքերս լվանամ, տնական ձու է, ժողովուրդ, դրա համար տեսեք ինչ դեղին է։ Հիմա ավելացնեմ կաթը, այստեղ արդեն հենց 1 լիտր կաթ է, երևի մի քիչ ավելի, մի փոքր, մի սուրճի բաժան։ Ավելացնում եմ ջուր, 1 լիտր կաթին 1 բաժակ ջուր, սոդա չեմ լցնում, աղ և շաքարավազ, էսիկ աղը, հիմա լցնեմ շաքարավազը, սա շաքարավազ, հիմա կավելացնեմ ալյուրը, հետո բոլորը, որ իրար հետ հարև վերջացնեմ, նոր կավելացնեմ ձեթը։ Լցնեմ երկրորդ բաժակը, հարիչով է հարեմ, հետո կզգամ, եթե կարիք լինի նորից մի բաժակ կամ թեկուզ կես բաժակ ավելացնեմ, որտեղ 2 բաժակը քիչ է։ Հիմա կլցնեմ նորից մի բաժակ և լավ կխառնեմ, որովհետև հենց մի բաժակ էլ պետք է 3 բաժակ։ Հիմա թորնիկներս, որ ստեղ լինեին, անպայման այս լիստերը կուտեին, առանց ինչ-որ բանի լցրած, սիրում են։
Մարդուս միշտ պատրաստում է երեխեքի համար, միշտ։ Ու հենց լիստերն են ուտում։ Դե Միլենաս ընդհանրապես միշտ չի ուտում։ Էս էլ հաստատ Էլենը չի ուտի, որովհետև սոխ կա մեջը։ Միջուկի մեջ սոխառած եմ արել։ Բայց լիստերից կանեմ, ինքն ուտելայով կուտի, թեկուզ խտացրած կաթով, սի վրան կուտի։ Ես ամենավերջում էլ արդեն լցնում եմ ձեթը, սուրճի բաժակ ձեթ։ Արդեն պատրաստ է խմորը, հարիչը հանեմ, արդեն շերեփ օգտագործեմ։ Թավան արդեն միացրել եմ, ուրեմն այստեղ դնեմ սինի վրա արդեն դնեմ խմորը, փոքրիկ շերեփներ հանեմ, իմ ձեռքի շերեփը։ Տեսնենք հլը ինչպիսի լիստեր է ստացվում։ Զանը կտնեմ կողքը, մի փոքր։ Բայց պիտի օգտագործեմ սիլիկոնի թավ, որ հանկարծ թավան չվնասեն։ Շատ լավ, ժողովուրդ ջան, շատ լավ ստացվեց։ Մի փոքր արեցի։ Ընտիր։ Սա դնենք, այստեղ գնանք արդեն շարունակենք։ Հիմա չգիտեմ տեսախցիկը որտե դնեմ, որ հարմար լինի, դուք էլ տեսնեք։ Չգիտեմ ոնց անեմ, որ լավ լինի։ Թավան համեմատած այն հին իմ թավային, էսի մի փոքր կլորությունը մեծ է, այն մի թավայով հենց ես մի շերեփը որ լցնում եմ, ամբողջությամբ գեղեցիկ դուրս է գալ, էսի չէ, պիտի մի քիչ էլ կողքից ավելացնեմ, երևի շերեփս փոխեմ, բայց էսի միջին չափ է։ Բայց լիստերի մասին խոսք չկա։ Շատ հավեսին լիստեր է ստացվում։
տեսեք ինչ հավեսին լիստեր աստացվել, սոդա չեմ լցրել, ժողովուրդ ջան։ Սա էլ կաթով լիստերը։ Այսպես թեքենք, որ հավասար եփի։ Ասեք, որ շատ լավ լիստեր են, ժողովուրդ ջան, մեկնաբանություններում կգրեք։ Երկու տարբերակով էլ պատրաստում եմ, ջերմուկով և կաթով, բայց ասեմ ջրով չեմ փորձել, կան մարդիկ, որ ջրով են պատրաստում լիստերը, ես չեմ պատրաստել, ժողովուրդ ջան, չեմ էլ կարող ասեմ, որ պատրաստել եմ, բայց կփորձեմ, տարբերակ է, դա էլ կարելի է փորձած։ Սենց հանգիստ լսնեմ, որ սիրունացնեմ, այսպես, ու շատ նուրբ, կարևորը, որ միջուկը արդեն պատրաստ է։ Այս կողմից հանեմ։ Չէ, ժողովուրդ ջան, պետք է անպայման ես ինչ շերեփը կողմեմ։ Փորձեմ այս շերեփով։
մի հատ էլ այս շերեփով փորձեմ եւ մնացածը ժողովուրդ կանեմ կադրից դուրս, հետո կմիանամ ձեզ։ Հակառակ կողմը շատ չեմ օգնում։ Հələ տեսնենք էսիկ ինչ ասում, բայց երևի մի քիչ էլ մեծ շերեփ վերցնեմ։ Դու էլ գնա լվացարան դուրս չեկա։ Երկու թավաներս էլ այս պահին օգտագործում եմ։ Ավելի արագ է ստացվում։ Էսել երկու։ Էսել է պատրաստ, տեսեք ինչ արագ ստացվում ժողովուրդ ջան։ Ահա, ես արդեն ասնեմ իմ գործի նորից։ Տեսեք ժողովուրդ ջան, չքան լիստերա ստացվել, բայց դեռ ունեմ, հələ ունեմ անելու։ Դուք նրբությունը նայեք։ Այստեղ։
Էսիկ միջուկն է, որ պատրաստել էի, լիստերն էլ ցույց տամ, տեսեք ինչ հավեսի լիստերը։ Բայց Էլենս արդեն հասցրեց մի քանի հատ կերավ իր ուզած լիստերը։ Ուրեմն հիմա փաթաթեմ, մի քանի հատ ժարի տանեմ, մնացածն էլ արդեն փաթաթեմ դնեմ սառնարանում։ Սառցարան չեմ դնում, որովհետև էսի պետք է ժարի տանենք ուտենք, բայց մի քանի օրից արդեն կպատրաստեմ տավարի մսով, երկու չափաբաժին կանեմ, որ դնեմ սառցարանում։ Այսպես, ժողովուրդ ջան, հիմա էսի դնեմ, որ ես հիմա ժարի տանեմ, փաթաթել արդեն հարգելի հետևորդներս, ես արդեն վերջացրեցի, ընդամենը 34 հատ լիստա ստացվել, հիմա այն մի ափսեն դրել եմ, տանեմ, սա ժարի տանեմ, Էլենս ինձ օգնության հասավ, չնայած որ հիմա պիտի գնա դաշնամուր նվագի։ Հարգելի հետևորդներ ջան, այսօր որոշել եմ Էլենս մի հատ լավ երգ է երգում, հայկական երգ, որն է երեկ երգում Էլեն ջան։ Գարնան ծաղիկես, հա, այնքան լավ է երգում, ասել եմ այսօր երգի երեկոյան նկարեմ, տեղադրեմ մեր YouTube-յան ալիք, որ դուք էլ տեսնեք, իսկականից շատ հավեսին երգում այ աղջիկը, որ ինքը երգել է, ես հուզվել եմ այդ երգի տակ, ու այս երգը որ երգի, ես նվիրում եմ իմ այն ամենալավ հետևորդուհիների։ Չէ Էլեն ջան, Էլենիս հետ միասին։ Վերջ, ես վերջացրեցի։ Հիմա մի հատ կկտրեմ, մի փոքր էլ կհամտեսեմ, չնայած կադրից դուրս, ժողովուրդ ջան, կերել եմ մի հատ առանց տապակելու, բայց շատ լավ է ստացվել, տարբերակը կարող եք դուք էլ պատրաստեք, հավի կրծքամսով, կարճ ասած ամեն ինչ էլ կարող եք լցնել լիստերի մեջ եւ փաթաթեք։ Էլեն ջան ինձ մի ծիծաղացրա, այս մեր Էլենը նորից կադրից դուրս։ Ինձ ծիծաղացնում է ինչի համար, որովհետեւ նկարահանման ժամանակ համ ասում եմ նրբաբլիթ, համ ասում եմ բլինչիկ, Էլենս ասում է մամա, մի բան կոնկրետ ասա, որ ես կարողանամ ճիշտ հավաքեմ տեսանյութը, դրա համար ինձ ծիծաղացնում է, ես ասում եմ բլինչիկներ, ժողովուրդ ջան, թող լինի բլինչիկ, հենց քեզ եմ ասում, որ չեք բաժանորդագրվում իմ YouTube-յան ալիքին, ինչի համար, այդքան վատ բաներ եմ պատրաստում, որ չեք բաժանորդագրվում մեր ալիքին։ Ձեզ եմ դիմում, ձեզ այս պահին, որ հիմա դու նայում ես առանց բաժանորդագրվելու։ Բաժանորդագրվի հարգելիս մեր Արմաշի համին։ Լայքի մեր ալիքը, գրի հաճելի մեկնաբանություններ և Աստված բոլորիդ հետ, բոլոր իմ հին ու նոր հետևորդների հետ։ Հարգելի հետևորդներ ջան, մի քիչ շատ խոսացի, բայց ուզում եմ հիմա ինչ անեմ։ Մի հատ սենց սիրուն, կտրեմ, այսպես, և համտեսեմ, ցտեսություն բոլորիդ։